Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում բացառել է այլ քաղաքական ուժերի հետ միասնական դաշինքով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Ես չգիտեմ այլ քաղաքական միավորներ ասելով ինչ է նկատի ունեցել, բայց ակնհայտ է, որ առաջին ուժերից մեկը, որ նկատի է առնում, դա Ռոբերտ Քոչարյանն է, ըստ էության շատ պարզ ասած Սերժ Սարգսյանը բացառել է Ռոբերտ Քոչարյանի հետ միասնական դաշինքով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու հնարավորությունը։ Սա խոսում է այն մասին, որ այդ երկու ուժերի կամ երկու անհատների միջև ատելությունը ավելի խորն է, քան համատեղ ուժերով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկությունը։ Բայց սրա մասին թող մտածեն իրենք, սրա մասին թող խորհեն իրենք եւ հետեւություններ անեն մեր ժողովուրդը։ Այնուամենայնիվ, ինչի մասին է խոսում Սերժ Սարգսյանի հայտարարությունը ու դիրքորոշումը, սա խոսում է այն մասին, որ վերջին 5 տարիների ընթացքում այս երկու քաղաքական ուժերի սեգմենտների գործունեության արդյունքը այնպիսին է, որ իրենք ընդունում են սեփական անելանելիության զգացումը, որ իրենք վերջի 5 տարիների ընթացքում չկարողացան իրականացնել այնպիսի գործունեություն, որը հիմք կտար այսօր առավել վստահ դիրքերից հանդես գալ գործող իշխանությանը հեռացնելու հնարավորության հարցը քննարկելիս։ Այսինքն ստեղծված իրավիճակը բերում է մի հանգրվանի, երբ առանց հանրային կոնսոլիդացիայի, առանց լուրջ ինտեգրացիոն պրոցեսների գրեթե անհնար է լինելու լուրջ քաղաքական դերակատարություն ունենալը եւ լուրջ քաղաքական հաջողություն արձանագրելը։ Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը այս փուլում ընդհանրապես ցանկանում է ընդգծել, որ շարունակում է մնալ դերակատար, բայց համեստ հնարավորություններով եւ համեստ ռեսուրսներով ընդգծում է միասնական դաշինքով գործող իշխանության դեմ հանդես գալու անհնարինությունը, ընդգծում է ուրեմն միավորվելու դժվարությունները, չմանրամասնելով, չբացահայտելով դրա պատճառները, որոնք են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել համատեղ ջանքերով հանդես չգալու համար, բայց իսկ դրանք շատ պարզ են։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միմյանց մեղադրում են գործող իշխանության գոյության համար, Սերժ Սարգսյանի թիմակիցները Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են, որ նրանք 2018 թվականին նպաստել են կամ խրախուսել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իսկ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները ուղղակիորեն ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել Սերժ Սարգսյանի շնորհիվ։ Պատմությունը ցույց է տալիս, որ նրանք երկուստ էլ ճիշտ են այս